Այսօր կուզեմ խոսել խաղաղություն ունենալու հետ կապված, կկարդամ Մատթեոս ավետարանի 5-րդ գլխից 9-ից 12 համարները, երանի խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդիք կկոչվեն, երանի նրանց, որ արդարության համար հալածված են, որ նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի է ձեզ, երբ որ կնախատեն ձեզ և կհալածեն և ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վրա իմ պատճառով։ Ուրախացեք և ցնծացեք, որ ձեր վարձքը շատ է երկնքում, որովհետև այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ կային։ Այսպես է վերնագրել խոսքս երանի խաղաղարարներին։ Իհարկե, երբ որ ամեն ինչ հանգիստ է, բոլորը ամեն հարցում խաղաղություն է, չի երևում ով է խաղաղարար, ով խաղաղարար չէ։ Բայց այն հաջորդող խոսքերը ցույց են տալիս, որ կարող են լինել դու արդար վիճակ ունենաս, բայց քեզ հալածեն, զրպարտեն, ինչպես որ մենք այսօր տեսնում ենք, կամ հալածվես հավատքի համար, թե արդար լինելու դեպքում էլ անտեղի հալածվես, թե հավատքի համար հալածվես, Տիրոջ անունի համար հալածվես, ասում է ուրախացեք և ցնծացեք, որ այսպես վարվեցին նաև ձեզանից առաջ եղող մարգարեների հետ։ Ասում է երանի խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդի կկոչվեն։ Դժվար է, եթե քո ներսում խաղաղություն չլինի, քո ներսում եղածից է բխում, լավը կամ վատը։ Երբ որ մարդը ունի այդ վիճակը, արտահայտվում է նաև դժվար ժամերին հավասարակշռված խաղաղությամբ վարվի խոսի։ Եվ արտահայտվում է նրա խաղաղ վիճակը, մարդկանց հետ ճիշտ վերաբերմունքը, ասում են իրոք սա հավատացյալ է։ Նրա շփումը մարդկանց հետ, նույնիսկ այդպիսի քննության պահերին երևալով մարդու հավասարակշռված խաղաղ պահվածքը, մարդիկ ասում են իրոք Աստծո որդի է։ Աստծո որդի կկոչեն խաղաղարարներին, այդ պահվածք ունեցողներին։ Սակայն մենք ապրում ենք բավական լուրջ դժվար ժամանակներ և մեզ վրա հասել է վերջին ժամանակները, վերջին օրերը։ Մատթեոս ավետարանից էի կարդում, հիմա կկարդամ 24-րդ գլխից, նույն ավետարանի 8-ից 14 համարները, որ Տեր Հիսուսը զգուշացնում էր նախօրոք տեղյակ պահում իր գալուստից առաջ, այդ շեմին իր գալուստի ինչ իրավիճակ է լինելու, բայց ներկայացնում է պատերազմներ, երկրաշարժեր, վաղաժամ մահեր, որ հիմա աչքներովս տեսնում ենք, և 8-րդ համարում ասում է, բայց այս ամենը ցավերի սկիզբն է։ Այն ժամանակ ձեզ նեղության կմատնեն և ձեզ կսպանեն, իմ անունի համար ամեն ազգերից ատված կլինեք, և այն ժամանակ շատերը կգայթակղվեն և իրար կմատնեն, իրար կատեն, և շատ սուտ մարգարեներ դուրս կգան և շատերին կմոլորեցնեն, ու անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսառչի, բայց ով որ մինչև վերջ համբերե, նա կփրկվի, և արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքում կքարոզվի ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը։ Այսինքն վերջի ժամանակների մասին է խոսում ու ինչ իրավիճակ է լինելու։ Արքայության ավետարանը կքարոզվի հեթանոսներին, կհասնի աշխարհի ծայրերը, սակայն ուշադրություն դարձրեք, արքայության ավետարանը քարոզվում է, բայց մարդիկ մյուս կողմի եղող մարդիկ էլ խորանում են չարության մեջ։ Եվ այս չարությունը հասունանում է, որ ասում է հունձքը պիտի հասնի, արդարն արդարանա,
մեղավորն ավելի մեղավոր դառնա, այդ ժամանակներն է։ Եվ աշխատանք են տանում այնպիսի այսպես ասած թեմաների շուրջ, որ մարդիկ ատեն արդարին, ատեն Աստծուն հավատացողներին, ձեզ կսպանեն, ձեզ կմատնեն, իմ անունի համար ատված կլինեք ազգերի մեջ։ Մի աշխատանք են տանում են հիմա, հասունացել է դա և հասել է մեր դռները ժողովուրդ։ Հաճախակի լսում եմ հավատացյալների, որդիների, թոռների, ընտանիքների հանդեպ անհավատների կողմից անբնական վերաբերմունք, անբնական անտաշ կոպիտ վերաբերմունքներ։ Կարծես ու անտեղի, գիտեք, կարծես այս մի ատելություն է սերմանվել, ցանվել ժողովրդի մեջ։ Եվ մարդիկ շատ վատ վերաբերմունք ունեն։ Հերիք է, որ մի հավատացյալի ընտանիքի անդամ որևիցե մի բան անի, կռիվ են տալիս շատ ահավոր ձևով։ Երևում է, որ մի չարություն է սերմանվել այս ժողովրդի մեջ, ատելություն է հասունացել։ Եվ ավելի շատ վատ աշխատանք են տարել կեղծ հոգևորները։ Սուտ մարգարեներ դուրս կգան և շատերին կմոլորեցնեն։ Սրանց աշխատանքը շատ մեծ վնաս է տվել, շատ մեծ վնաս։ Մի քանի կողման է։ Նախ, իրենց լսողները ավետարանի խոսք են թողնում, մերժում ավետարանի խոսքը և սկսում են ապրել մի այնպիսի կյանք, որ իրականում նրանց նավը գայթակղվում է։ Դրանց պատճառով սկսում են ավելի ատել ավետարան հավատացյալ անունը։ Անհավատներն ավելի են սրվում այն մարդկանց պատճառով հավատացյալների հանդեպ, որոնք ասում են, թե հավատում են Աստծուն, բայց ստության են հետևում։ Տերը զգուշացնում է, որ հունից հանող վերաբերմունքներ է լինելու ձեր հանդեպ, որ ձեր սերը սառի, ինքը թուլանաք, զգուշ եղեք։ Մարդու հետ տեսնում ես հավատացյալը հանգիստ տոնով խոսում է, ամբարտավան, անհամբեր տոնով խոսում է դիմացինը, կռիվ տալու տոնով խոսում է դիմացինը, կամ արդարությունը ծաղրանք է դարձել շատերի բերանում, համարձակվում են ծաղրել, մանավանդ նորից եմ ասում, այդ կեղծ հոգևորները շատ չար աշխատանք են տանում, շատ չար աշխատանք, նրանց աշխատանքը շատ վատ արդյունք է տալիս, խոսել, բերան են բացել տալիս Աստծո ժողովրդի հանդեպ, հենց իրանց վատ պահվածքներով, սուտ մարգարեություններ անելով, մարդը ծանր վիճակի տեսնում են, որ Աստված որոշել է այս մարդուն արդեն վերցնի, ժամերն է, մարգարեանում է, դու լավ ես լնելու, դավանում են, որ լավ ես լինելու, մարդիկ ասում են, խելքը տեղը չի, ծաղրանք են անում, և ծաղրանք են անում նաև հենց արդարներին, շատ հետաքրքիր է, որ շատ հոգևորներ թույլ են տալիս նման մարդկանց շփվեն իրանց հետ, իրանց ընտանիքների հետ, դուք ուշադրություն դարձեք, վատ հետևանք են թողնում, մի քանի կողմից են վատ հետևանքը, այսպիսի մարդկանց ձեր դուռը բացելու հետևանքը շատ վատ է։ Արթուն պիտի լինի մարդ, բայց ընդհանուր խոսք սուղում է մեզ հավատացյալներից, որ ժողովուրդ, անսպասելի կտեսնես քո հանդեպ, քո ընտանիքի հանդեպ մի հատ աննորմալ վերաբերմունք, չար վերաբերմունք, անտեղի քեզ կոշտ կոպիտ կկպնեն, անտեղի, կամ մի փոքր հարց է, բայց այնքան բարկությամբ կսկսեն վեճ բարձրացնել, որ հավատացյալը հազիվ դիմանա զսպի իրեն։ Տերը ինչի է նախորոք ասում, իր գալուստի մոտ ժամանակներում այսպիսի վիճակ է լինելու, որ մարդը աղոտ կանի, պատրաստ լինի։ Ինչու ենք խոսում, որ աղոթենք Տերը մեզ զորացնի, այդ դժվար պահին մենք կարողանանք իմաստությամբ առած Աստծուց խոսել, բռնելու տեղ չունենա չարը, չպարտվենք, մեղքի անցանքի մեջ չընկնենք, բայց
իմաստության ակունք է նաև սեր, ասում է, շատերի սերը կսառի։ Այդ իրավիճակից դիմացինը բորբոքում է քեզ, որ այսպես ասած չկարողանաս զսպես քեզ։ Մի մեղանչելու քայլի գնաս, անպատիվ մի խոսք ասես, ու բառիցդ կախված սկսեն քեզ հետ վիճել։ Անպատիվ խոսք չես ասում դեռ, մարդիկ ծաղկեցնում են արդարի վերաբերմունքը, որ մի չար մարդ շատ վատ վերաբերմունք էր ունենում, հաճախակի հավատքը ծաղրում, մի օր էլ էլի չարությամբ բարվեց, եւ ես իրեն ասեցի, ես քեզ հարգում եմ, բայց դու չարաշահում ես հարգանքս։ Ես էլ իմ վերաբերմունքը կփոխեմ, այդ հարգանքը չեմ ունենա քո հանդեպ, էլ չեմ ցույց տա այդ հարգանքը քո հանդեպ, եթե օգնում էի, ձեռք եմ եկնում, էլ չեմ անի։ Դու վատ մարդ ես, դու չարաշահում ես։ Պատկերացրեք, բորբոքվել է այն աստիճան, կարծես թե ես ինչ եմ արել իրեն։ Կարծես մի հայյանք եմ արել իրեն, բայց ինչ էր բորբոքվել, որ հավատացյալը ինչու էսպես պիտի խոսի։ Իրենց կարծում են ես իմ ինչ բարձրերում են, բարձր դիրքի են եւ թույլ են տալիս իրենց հավատացյալների նկատմամբ անարգանքով մոտենալ։ Սակայն այստեղ էլ պիտի իմաստությամբ վարվես, որ բռնելու տեղ չունենա չարը։ Քո խոսք արտահայտությունը այնպես լինի, որ բռնելու տեղ չունենան։ Ասում է, ով իմաստության պակասություն, թող խնդրի Աստվածանից ու կտրվի նրան։ Եվ շնորհակալ ենք Աստծուց, այո, այդ խոսքը Սուրբ գրքում շատ տեղերում կա։ Տերը մեզ օրհնի, այսօր էլ հենց այդ հարցով կաղոթենք, որ նման իրավիճակներում մենք Աստծուց առաջնորդված կարողանանք խոսել։ Սակայն մի այլ նուրբ հարցի շուրջ կուզեմ նայենք, որ Հակոբոսի նամակից կկարդամ 3-րդ գլխի 16-17 համարներում է, երբ որ մարդը մտածում է ինչպես խոսի իմաստությամբ, որ չարը բռնելու տեղ չունենա, մի լավ խրատական միտք այստեղ 3-րդ գլխի 16-17 համարներն է, որովհետև ուր որ նախանձ եւ կռիվ կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար բան կա, բայց վերին իմաստությունը նախ եւ առաջ սուրբ է եւ հետո խաղաղարար, հեզ հլու ողորմությունով եւ բարի պտուղներով լիքը անկողմնասեր, անկեղծ, վերին իմաստությունը այսպիսի, այսպես ասած, ակունքներ ունի, այսպիսի արտահայտում ունի, մինչ խաղաղությունը վերին իմաստությամբ առաջնորդվողը մինչ խաղաղության հասնելը նայում է չշրջանցի արդարությունը, նախ սուրբ է, չանարգվի արդարը, որովհետև իբրև խաղաղություն մարդիկ կարող է անարգեն զրպարտեն արդարին, որ ասես թե հանուն խաղաղության արդարությունը չբարձրացնենք, իբրև խաղաղություն, դա փլուզվող խաղաղություն է, քանդվող։ Երկրորդը անարգվեց, ցածրացավ Աստված, նրա արդարությունը ոտնակող եղավ։ Եվ եթե մենք մտածում ենք իմաստությամբ խոսենք, անենք, որ խաղաղություն լինի, բայց սրբությունը ոտնահարվի, դա այդ իմաստությունն Աստծուց չի։ Աստծուց եղած իմաստությունը չի ոտնահարի արդարությունը։ Ճիշտ է, շատ մարդիկ կարող է զրպարտեն արդարներին։ Զրպարտեն։ Լավ, ասում ես, երկրորդ կողմը պիտի լսեմ։ Հենց տեսնում են դու դիմում ես այդ քայլին, որ պիտի երկրորդ կողմ լսես, արդեն սկսում են ուրիշ ձև խոսալ, որովհետև հասկանում են, որ պիտի պարզվի, որ իրենք զրպարտում են, իրենց կողմից է մեղքը հանցանքը, եւ եթե անխաղաղություն է ստեղծված, իր կողմից է։ Դրա համար հավատացյալ ժողովուրդ իմաստությամբ վարվի։ Եթե ուզում ես արդարության հասնել,
չպետք է ոտնահարես, խաղաղության հասնել չպետք է ոտնահարես սրբությունը, արդարությունը։ Սակայն պետք է դու Աստծո առաջնորդությամբ խաղաղություն ունենաս ամեն մարդկանց հետ։ Եթե ոչ, ասում է, չես կարող Տիրոջ տեսնել։ Եթե քո մեջ այդ շարժառիթը չկա։ Եբրայեցիս նամակում ասում է 12-րդ գլխում 12-ից 15 համարներում նրա համար հաստատեցեք թուլացած ձեռքերը եւ տկարացած ծունկերը եւ ձեր ոտների համար ուղիղ ճանապարհ շինեցեք, որ կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Հետևեցեք խաղաղության ամենի հետ եւ սրբության, եւ որ առանց նրան ոչով Տիրոջը չի տեսնի։ Զգույշ եղեք, որ մեկը հետ մնացող չլինի Աստծո շնորհքից, որ մի դարը արմատ վեր չբուսնի եւ նեղություն տա եւ նրանով շատերը բղծվեն։ Մանավանդ այս չար ժամանակների մեջ իսկապես որ առանց Աստծուց շնորհք առնելու մենք չենք կարող խաղաղություն ունենալ։ Այնպիսի դեպքեր են հանդիպում, մարդը թեկուզ զսպում է իրեն, իմ հետ պատահել է, թեկուզ զսպել եմ, վատ բառ չեմ խոսել, բայց իմ ներսում խաղաղությունս եմ կորցրել։ Առանձնացել աղերսել եմ, Տեր, ինձ ողորմիր։ Իմ կարողությունն ավելացրու, որ ես կարծես ճիշտ է չմեղանչեցի գործնականորեն, բայց վիճակս էլ այնքան լավ չի։ Սա այնպիսի վիճակ է, որ մեղանչելու շեմին եմ, բայց իմ մեջ արդեն անխաղաղությունը հաճելի չի քեզ։ Խնդրում եմ ներիր իմ այս վիճակի համար։ Իմ մեջ գուցե այս դառնություն է բարձրացել, ես չեմ կարող հասկանալ, բայց մի դառը արմատ, որ մնաց իմ մեջ, անխաղաղ լարվածության անընդհատ պատճառ կդառնա եւ մեղք կծնի։ Հանցանք կգործեմ, բայց Տերն ուզում է հենց իմ մեջ դա չլինի արդեն։ Այդ դառը արմատը հենց իմ մեջ չլինի, որ ասում է արդեն դա մեղք է համարում, որ մարդ ատելության արմատ թեղ չթողնի։ Շատ առանց Աստծո դժվար է։ Աստված զորացնի մեզ, օրհնի մեզ, մենք աղերսենք Տիրոջից, շնորհք տա մեզ։ Եվ եթե ուշադրություն դարձրեք, այս քաոս վիճակի մեջ, այս լարված վիճակի մեջ նկատի ունեմ շրջապատի, անհավատ մարդկանց վերաբերմունքը, մի գործ ես բռնում, շատ դժվարությամբ ես, ոնց որ ասած, գործ ավարտի հասցնում, էլ ագահություն, էլ շահարկելու, սենց ասած միտում ունեն, էլ ինչ որտեղ թերագնահատելու, քո գործը փնովելու, այսինքն հունից հանելու անընդհատ խոսակցություններ ունեն։ Աստծոց շնորհք պիտի ստանանք, որ հավասարակշռված ապրենք։ Տարբեր բնագավառներում աշխատում եք, տարբեր մասնագիտական վարպետություններ ունեք։ Մեկի դուր ես բացում է ռեմոնտ անում, մեկ էլ տեսնում ես այնպիսի մի պատճառով է սկսում, որ խոսել, գուցե տեղին խոսի, եթե տեղին է խոսում, այո, պիտի ընդունենք, ուղենք մեր սխալները, մի գործ որ սխալ են կարել, բայց երբ որ տեսնում ես անտեղի է խոսում, պատճառ է որոնում ինչ որտեղ թերագնահատի, իբրև թե իր պայմանը հավատարիմ չլինի իր պայմանի գումարի հետ կապված, Աստված իմաստություն տա մեզ, Աստծո ազդեցությամբ գնաք առաջ, նաև աղոթք արեք, ոչ թե մարմնավոր բաների դիմեք, խնդրեք Տերը ձեր առաջից գնա, շատ մարդիկ ուզեցել են չարություն անել, չար տրամադրվել, դիմել ենք Աստծուն, աղոթք ենք արել, Աստված ազատել է, մեզ էլ այդ մարդու վրա էլ ներգործել է, վախ է բերել, թե հիմա ինչ ճանապարհով է գործել, որ դու անիրավության մեջ չես ընկել եւ այդ մարդն էլ պայմանը չի խախտել, բայց նաև քո սրտում սա պիտի ունենաս։ Եթե նույնիսկ մարդիկ լինեն, որ խախտեն իրենց պայմանն էլ, դու մնաս խաղաղ։ Աստծո առաջ մեղք չգործես, Աստված մի դուր կբացի քո պակասությունը կլրացնի, որովհետև տեսնում է, որ դու հանուն Աստծո ես ապրում։ Ասում է չլինի թե մեկը Աստծո շնորհքից ետ մնա ու դառը արմատ բուսնի։ Աստծո առանց շնորհքի ապրես եւ այնպիսի վարք ունենաս, որ ուրիշներին էլ բղծես։ Մարդիկ տեսնեն քո անհամբերությունը, ծայրեղ բարկացկոտ լինելը, հունից դուրս ես եկել։
Մեկ էլ տեսնում ես քո ընկերները, քո ընտանիքը, թորները սկսում են նման ձևով վարվել։ Նայում են քեզ, ասում են այնպիսի մի ճանապարհով գնացեք, որ ձեր հետևից եկող կաղը չգլորվի։ Ուզում է քեզանից օրինակ վերցնի։ Տես, որ լավ բան սովորի քեզանից։ Աստված մեզ օրհնի։ Եվ ինչպես որ տեսնում ենք, Աստծո շնորհքը տալիս է մեզ կարողություն, որ մենք խաղաղություն կարողանանք մեր կողմից, որքան մեր կողմից է, կապված խաղաղություն ունենալ ամեն մարդկանց հետ։ Մենք ճիշտ վարվենք։ Եթե դիմացինը սխալ կվարվի, արդեն անպարտ ենք։ Դու կարաս առանց արգելքի, առանց խճմտանքի աղոթք անես, Տերը պրոբլեմներդ լուծի։ Եթե դու ինքդ մեղք չես գործել, դու ինքդ առիթ չես տվել, որ չարը բռնելու տեղ ունենա։ Եթե չարը բռնելու տեղ ունեցավ, չես կարող աղոթես, հավատքդ կպակասի։ Աստված ձեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Ես կարծում եմ ամենքս էլ կարիք ունենք այս հարցի հետ կապված աղոթք անելու։ Տեր Հիսուսից առնել շնորհք, որ Քրիստոս խաչի վրա ցավերի մեջ եւ այդ մարդկանց կոշտ կոպիտ արտահայտությունները տեղատարավ վատ վերաբերմունքը խաչի վրա Քրիստոս ասում էր հայրների սրանց, որ չեն հասկանում, թե ինչ են անում։ Զորավոր է այն մարդը, որ Քրիստոսից շնորհք առնի եւ այսպես կարողանանք ապրել։ Տերը մեզ օրհնի, աղոթք անենք, Տերը մեզ շնորհ տա խաղաղությամբ վարվելու ամեն մարդու հետ։